ավանդը պարզապես միջոցառում չէր, սա հարթակ էր, որտեղ համախմբվել էին շուրջ 150 մասնակիցներ կազմակերպությունների միջին եւ բարձր ղեկավար անձնակազմից։ Մենք խոսեցինք ասույթներից, որպես մտքի եւ արժեքների արտահայտում ժամանակակից բիզնեսում։ Մեր նպատակն էր ձևավորելու բիզնես մշակույթ, որտեղ կա փոխադարձ վստահություն, լսելու եւ մոտիվացվելու միջավայր։ Եվ երբ տեսնում ես նույն սրահում հավաքված այդքան մարդ, նույն մտածողությամբ, նույն արժեքներով, հասկանում ես, որ սա դեռ սկիզբն է ավելի մեծ ճանապարհի։ Ես ունեմ շատ սիրելի ասույթ, դա ինչ ցանես այն կհնձես ասույթն է, ինչը ժամանակակից լեզվով նշանակում է, որ ցանկացած գործարար պետք է ներդրում կատարի իր աշխատակիցների մեջ, եթե ուզում է հետագայում ունենալ առաջադեմ ընկերություն եւ քաղել այդ բարիքները իր աշխատակիցներից։ Առաջնորդ դառնալու գործընթացում ծառայեցնել սեփական անձը շատ ավելի կարևոր է, ու միայն լավ ծառայել կարողացողներն են դառնում վերջում ճանապարհի կամ ընթացքում ճանապարհի լավ առաջնորդներ, մարդիկ, ովքեր ունեն դիմացինին որևէ ծառայություն մատուցելու կարողություն։ Ամենալավ օրինակն էլ կարող եմ Եշուային բերել Հիսուս Քրիստոսին, որը կարողացավ ծառայելով իրենց աշակերտներին դառնալ առաջնորդը մի ողջ կրոնի։ Շատ կարևոր է ֆլեքսիբիլիթիի եւ ջգունության կոմպետենսին որպես ղեկավար մենք ավելի աճեցնենք մեր կալչերին մեջ Հայաստանի մեջ, որովհետեւ այո, կալչերը շատ կարևոր է, մեր արմատներն են, գիտես մենք այդ գամքի այդ գոյատևելու հատկանշական գեդեր ունենք որպես մարդ նախ, որպես հայ, յետքը որպես ղեկավար։ Միևնույն ժամանակ ջգունը լալը, ֆլեքսիբլ լալը մեզի կօգնի, որ մենք ավելի աճենք եւ ավելի դեպի միշտ առջև նայենք։ Պետությունը դա այն պարզ copy-paste չի, որը երկար տարիներ մեզ մոտ ընդունված է եղել, հա, մեկի մոտ ստացվում է հաց-թուղ լինել, լավ, հացի փուր սարքել, մեկ էլ կողքը լուսնում են եւս 5 հատ հացի փռեր եւ բոլորս ենք անում են համատեղ։ Այսօր մենք հասկանում ենք, որ եթե հաց ես ուզում թխես, ուրեմն պետք է թխես կամ յուրահատուկ հաց, կամ հացը պետք է լինի բրենդավորված, կամ պետք է հաց թխելու համար այնպեսի վարարան առնես, որ ավելի էֆեկտիվ լինի։ Մենք նոր սկսել ենք հասկանալ, որ ձեռնարկատիրությունը դա տարբերվելու մասին է։ Եվ սա իմ կարծիքով ամենահետաքրքիր փուլն է, երբ որ երիտասարդները մեծ հնարավորություններ ունեն այսօր, ընդգծելով իրենց տարբերությունները, հասնել հաջողության որպես ձեռնարկատեր։ Կարծում եմ, որ դպրոցական հասակից մենք պիտի մեր երեխաներին ուղղակի մասնակից դարձնենք մեր ստեղծագործ աշխատանքի։ Ես կարծում եմ, որ միանշանակորեն նրանց պետք է աշխատանքային եւ ստեղծագործական փորձառություն ունենալ հենց դպրոցական ժամանակահատվածում։ Անկախ նրանից, որ անձը աշակերտ է կամ ուսանող, պիտի աշխատելու եւ ստեղծագործելու այդ հմտությունները ձեռք բերի մանուկ հասակում։ Շատ դժվար է լինում դա հետո ներարկել, շատ դժվար է լինում հասնել դրական արդյունքի։ Այնպես որ ես կիրագործեի աշխատանքային եւ ստեղծագործական ներգրավվածությունը մեր փոքր սերունդի մատաղ սերունդի։